Այսօրն էլ խոսենք երթևեկության անվտանգության պահպանման մասին, միևնույնն է ավելորդ չէ, քանի որ պատահարներ եւ վրաերթեր տեղի են ունենում գրեթե ամեն օր։ Ինչու՞, որովհետեւ անտեսվում են անցման կանոնները եւ անընդունելի է, որ վրաերթ տեղի է ունենում հենց վերգետնյա անցման տակ։ Խաշմիրուկի առանձնահատկությունը ինչն է, երբ որ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցված։ Հիմա այս մասում տեսեք գետնի վրա տեղադրված հետիոտնային գծանշումներ չկան։ Հետևաբար խաշմիրուկ այնպես կարգավորված չէ, որպեսզի վարորդները կանգնեն եւ հետիոտին ճանապարհը զիջեն։ Խաշմիրուկ այստեղ այնպես է կառուցված, որ միշտ երթևեկություն լինի, քանի որ հասկացել են, որ հետիոտները պետք է վերգետնյա անցումով անցնեն ճանապարհը։ Դրա համար էլ այստեղ անցնելը շատ վտանգավոր է, ավելի մյուս խաշմիրուկների համեմատած։ Հարգելի հետիոտներ, ճանապարհ անցեք վերգետնյա հետիոտնային անցումներով։ Տեսեք, երեխաների հետ անգամ վերգետնյա անցում է կառուցված այստեղ, երեխաների հետ անգամ խմբով փողոցով անցնում են ճանապարհը, որը շատ վտանգավոր է։ Հիմա օրինակ այս հետիոտներին որ տուգանեք, մյուս անգամ կանցնեն սխալ տեղով։ Չեմ կարող ասել, կարող ազդեցություն ունենա մյուս անգամ չանցնեն արդեն։ Բացառություններ կարող է լինել, տեսեք, ծեր մարդիկ, որոնք դժվարան աստիճանները բարձրանան կամ ինչ-որ խնդիր լինի տեղաշարժման, բոլորը դրանք հասկանում են։ Օրինակ տեսեք, ոչ մի տեղ գրված չէ, բայց անձրև ժամանակ, եւ որ անձրև է տեղում, եւ որ հետիոտները փորձում են անցնել այն վայրը, որտեղ թույլատրված չէ, բոլորս էլ կանգնում ճանապարհը զիջում ենք, որ անցնեն, հասկանալով, որ մենք մեքենայի մեջ չենք թռչվում կամ սառում, բայց մյուսները դուրս է կանգնած են, հասկանում են, բայց բարձ արևոտ նորմալ եղանակին արդեն դա դիտավորյալ խախտում է համարվում։ Տեսեք, երեխայի հետ նորից փողոցը հատում են։ Չի կարելի։ Տեսեք, մի երեխան գիրկը, մեկը ձեռքը բռնած, երեխային մանկուց սովորեցնում, որ պետք է խախտել երթևեկության կանոնները։ Այնինչ 2 մետր այն կողմ, տեսեք, վերգետնյա անվտանգ անցումներ են կառուցած։ Հիմա տեսեք, այստեղ անցումները կառուցել են, այս մարդիկ չեն օգտվում այդ վերգետնյա անցումներից, բայց նաև Երևանում մենք այնպիսի վայրեր ունենք, որտեղ պետք է կառուցվի, նաև բնակիչներն են ցանկություն հայտնել։ Ուղղակի տեղեր կա, որ խաշմիրուկի հենց կառուցվածքը կամ կողքի շինությունները կառուցվածքը թույլ չի տալի կառուցել վերգետնյա անցումներ, դրա համար պետք է գտնվեն այլ լուծումներ անվտանգ անցում կատարելու համար։ Երթևեկությունը այնպես է կազմակերպված, այստեղ լուսացույցներով, որ չի կանգնում երթևեկությունը, եթե մի մասը կանգնես, մյուս տեղից գալիս, այսինքն այս մասը հատելուց ցանկացած ժամանակ հետիոտը հանդիպում է երթևեկող տրանսպորտային միջոցի հետ։ Դրա համար արդեն շատ վտանգավոր է դառնում այստեղով անցնելը։ Վարորդներն են, տեսեք, եթե երթևեկում են, տեսողական անկալման միջոցով հասկանում են, որ այս մասում հետիոտնային անցումներ չկա, նա չի սպասում, որ այս մասից կարող է հետիոտն անցնել, միանգամից հայտնվել մեքենայի առջևում, նա այդ դեպքում տեսնելով կտրուկ արգելակելու է, նաև եթե վրաերթ չլինի, կարող է հետևի մեքենան միշտ տարածությունը չպահպանի եւ այդտեղ վթարն նորից լինի։ Այսինքն հետիոտնի մի անզգույշ կամ չմտածված քայլի հետևանքով տեսեք շղթայական խախտումներ են առաջանում։ Ամենօրյա աշխատանքի ընթացքում նաև այդ հետիոտներին են ուշադրություն դարձնում եւ նրանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտելու դեպքում, երբ որ մենք հայտնաբերում ենք, նմանատիպ գործողություններ են կատարում ինչ-որ վարորդների հետ։ Տուգանքի մի քանի տեսակներ կա հետիոտների կողմից, տեսեք, եթե հետիոտը երթևեկելի մասը հատում է ոչ սահմանված վայրով, այսինքն առանց այնտեղ որտեղ անցում չկա, այնտեղով եթե անցնում է, դրա տուգանքը 5000 դրամի չափով է։ Եթե հետիոտը իր լուսացույցի կարմիր ազդանշանով է անցնում հետիոտային անցումները, դա նույնպես խախտում է համարվում, դրա համար արդեն տուգանքը 3000 դրամ է նախատեսված։ Տեսեք, այստեղ ստորգետնյա անցումներ է կառուցված, շատ անվտանգ, բայց մարդիկ նորից փորձում են այստեղով հատել։ Տեսեք, երևի դրսի քաղաքացի է։ Չի կարելի այստեղով ճանապարհը հատել, ներքևով անցեք, անվտանգ է ավելի։ Տեսեք, նորից անցնում են ցանկացած տեղից, տեսեք ինչ վտանգավոր է։ Եթե վարորդը տեսադաշտ չունենա, չկարողանա կանխի, ցանկացած վարերթ կարող է լինել, որը ոչ մեկ չի ուզում։ Լինում են դեպքեր, որ հետիոտնային անցումների վրա են վրաերթերը լինում։ Նման դեպքեր էլ ունենք պրակտիկայում, այդ պարտադիր չի, երբ որ վրաերթ լինի, երբ որ հետիոտը իր թույլատրող լույսով, այսինքն կանաչով հետիոտային անցումներով անցնում է, մենք բոլորս, բոլոր մեքենաներով պարտավոր ենք ճանապարհը զիջել նրանց։ Եթե վրաերթ եղել է, դա արդեն ուրիշ գործ է քննության, բայց եթե վրաերթ չի եղել, ընդհանրապես չզիջման հետ կապված խնդիր է, դա առանձին խախտման տեսակ է։ Այստեղ օրինակ կառուցվածք է ստորգետնյա անցում, բայց տեսեք մարդիկ անցնում են արդեն նորից չեն օգտվում ստորգետնյա անցումներից եւ անցնում են երթևեկելի մասով։ Հիմա տեսեք ինչ դժվար է, կանգնում է բոլոր երթևեկության մասնակիցները կանգնում են, որպեսզի վրաերթ չլինի եւ մարդիկ հատեն ճանապարհը, տեսեք։
Այսինքն ալարում են 20 մետր քայլեն, մտնեն ստորգետնը անցում, անվտանգ անցնեն ճանապարհը եւ դուրս գան փողոցի մյուս մայթը։ Շատ վտանգավոր ձևով եք ճանապարհը անցնում։ Շատ վտանգավոր, չի կարելի ախր։ Դուք էլ տարիքով եք, դուք ձեր անվտանգության մասին պետք է մտածեք։ Արագընթաց է Իսակովի պողոտան 80 կմ/ժ թույլատրված առավելագույն արագություն է այստեղ նախատեսված։ Դրա համար տեսեք փողոցի մեջտեղը բետոնյա արգելապատներ են կառուցել, որպեսզի ոչ հետիոտները, ոչ էլ մեքենաները այդտեղ ճանապարհը չհատեն։ Նաև աղավանդակներ են տեղադրած երկաթե, այստեղ ցանկության դեպքում էլ անգամ մարդիկ չեն կարող փողոցը հատել։ Մեզ մոտ ընդհանրապես հետիոտներին շատ է առավելություն տրված։ Դա արված է այն տեսանկյունից, նրանք ավելի, տեսեք, ցանկացած բախման դեպքում վարորդին շատ քիչ է լինում, երբ որ վրաերթ է լինում եւ վարորդը ինչ-որ մարմնական վնասվածքներ է ստանում։ Մեծ մասը, այս կարելի ասել գրեթե 100%-ով վնասվածքներ ստանում է միայն վրաերթի ենթարկվածը։ Դրա համար մի փոքր տարբերություն է դրված, որպեսզի եթե մարդը թեկուզ սխալվելով փողոցը հատում է չնախատեսված վայրով, վարորդը պարտավոր է կանգնել զիջել ճանապարհը նրանց։ Հիմա տեսեք, վերգետնյա անցումներ է կառուցված, Կիևյան փողոցում են գտնվում, բայց մարդիկ 30 մետր այն կողմ փողոցը հատում են չնախատեսված վայրով։ Փողոցը հատեք նախատեսված վայրերով միայն։ Տեսեք, մարդիկ հասկացան, ձեռքով ներողություն խնդրեցին, հույսով ենք մյուս անգամ այդ խախտումը չեն կրկնի։ Եթե հասկանանք սա արդյունք է տալիս, մենք պատրաստ ենք 24 ժամ դիտողություն անել, բացատրել, միայն թե մարդիկ չխախտեն եւ վրայերթի չենթարկվեն։ Դժբախտ պատահարներից ոմանք միայն հրաշքով են փրկվում, բայց հրաշքներ ոչ միշտ են տեղի ունենում։ Դիտեք այս տեսանյութը եւ երբեք մի կրկնեք նման սխալներ։ Ամենահմուտ վարորդը ամեն օր երթևեկելիս հնարավոր է խախտումներ թույլ տա։ Բնականաբար երթևեկությունը անընդհատ շարժման մեջ գտնվող գործողություն է, բայց պետք է իմանալ, որ անկախ ամեն ինչից պիտի պահպանել զգոնությունը։ Վերադասավորվելուց 3 շարժում ունեք անել։ Սկզբից նայում եք ներսի հալին, կողային եւ երրորդ քայլը պարտադիր մի պահ պետք է գլուխը թեքեք ուսեղությամբ նայեք։ Ինչի են պարտադրում գլուխը թեքել եւ ուսեղությամբ նայել, որովհետեւ այսպես ասած մեռյալ գոտի կա, որը որ չի երևում երկու հալիների մեջ։ Գլուխը թեքելով դուք արդեն բացում եք մեռյալ գոտին։ Իսկ ո՞րն է այդ մեռյալ գոտի ասվածը։ Ну, սովորաբար ասում են վարորդի ականջից սկսած մոտ 45 աստիճան տակ այդ մեռյալ գոտին եւ իրոք փորձ է տա գալ այդ այսպես ասած բակավոր զրենին եւ մեռյալ գոտին ընկնում է կողային հալից սկսած եւ ինչ որ նայած ինչ մեքենայի կառուցվածքից որոշակի անկյան տակ է դուրս գալի։ Ավելի նոր, ավելի կատարյալ մեքենաների վրա արդեն կողային հալիների վրա կա հատուկ սարքեր դրած։ Երբ որ ինչ-որ մեկը հայտնվում է մեռյալ գոտիում, նախազգուշացնող դեղին լույս է թարթում։ Կամ անցածնենք մարդ կանցում է վրա։ Ըստ օրենքի հետիոտին զիջում ենք, երբ որ մեր երթևեկելի հատվածը սկսած հոծ գծից եւ վերջացած այդ եզրով։ Շրջանցենք վթարային միացրել, ծախը միացրեք նոր։ Պատատի։ Կողային հալին նայեք եւ թեքվեք կողք նայեք։ Երբ որ զիջում։ Միացնենք ծախը։ Շատ կարևոր է ինչ գործողություն անում եք, մեքենան պահեք ձեր շարքի մեջ։ Այդ ժամանակ հաստատ ձեզ մեղավոր չեն ճանաչի։ Մենք պետք է կարողանանք նաև ուրիշների սխալները ուղղել, որ մենք ինքներս չհայտնվենք վթարային իրավիճակում։ Միշտ ասում են, չէ, անվտանգ հեռավորություն։ Դա ո՞րն է։ Ну, չգրված, ոնց որ ասած օրենք կա, սովորաբար ասում են ինչ արագությամբ երթևեկումը, գոնե դրա կեսի չափ մետրի առումով պետք է պահել, բայց ամեն վարորդ ինքն է որոշում։ Իմանալով իր մեքենայի տեխնիկական վիճակը, իմանալով իր հմտությունները, չէ որ մարդկա 80 տարեկանում է վարում մեքենա, բնական է մի փոքր իր ռեակցիան ավելի թույլ է, քան ջահելինը, բնական է այդ մարդը ավելի մեծ պետք է տարածություն պահի։ Կարևորը ինչ իրավիճակ է լինի, դիմացի մեքենային չպետք է հարվածես։ Անսպասելի կարա մարդ դուրս գա երթևեկելի մաս։
պետք է կարողանանք արգելակենք կամ շրջանցենք։ Մեքենան կանգնացնելուց անց պետք է կանգնացնենք, որ դիմացի կանգնած մեքենայի հետևի անիվները տեսնենք։ Հա, հիմա նկատելի է, նկատել է ճիշտ հեռավորությունը, այո։ Մենք սխալ է կանգնեց մեքենան։ Այսինքն պարտադիր իր երթևեկելի մասում պետք է կանգներ, առավել եւս մեքենան չպետք է բերել մեր երթևեկելի մաս եւ ակերը թեք չպահեր։ Այսինքն, որպեսզի մենք մեր ուղղությունը չփոխեինք, Մենք մեր ուղղությունը չփոխենք եւ Աստված ոչան, եթե հետևից հարված ուտեր այդ մեքենան, դուրս էր գալու հանդիպակաց գից։ Անգամ չնչին խախտումը կարող է մեծ վթարի պատճառ դառնալ, բայց նույնիսկ այդ դեպքում վարորդը պետք է կարողանա խուճապի չմատնվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 180 երկրներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում աշխարհում ամեն տարի մոտ 1.5 միլիոն մարդ է մահանում ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Մեծ մասը մոտոցիկլիստներն ու հետիոտներն են։ Ցավալի է, որ մահվան ելքով վթարներում տուժածների մոտ 50%-ը 15-ից 29 տարեկաններն են։ Հարգելի տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնյաներ, վերանայեք ձեր դիրքորոշումը քաղաքային տրանսպորտի եւ դրանում ներգրավված վարորդների հանդեպ։ Mitsubishi վարորդը չի համակերպվում այն հանգամանքի հետ, որի տեսադաշտը կարող է նաեւ փակ լինել։ Այստեղ ինքնահաստատման խնդիր կա։ Այս դրվագում ամեն ինչ կարելի է վերագրել գիշերվան, մարդիկ հոգնած են եւ հանգստի կարիք ունեն։ Կյանքի ոլորտները կարգավորելու համար մարդիկ ստեղծել են օրենքներ եւ հետևում են դրանց պահպանմանը։ Դա անշրջելի երևույթ է։ Եթե սա դիտարկենք որպես ճանապարհատրանսպորտային պատահար, ապա միանշանակ է, որ մեղավոր է սև մեքենայի վարորդը, սակայն քաղաքակրթության տեսանկյունից դատապարտելի է հետիոտն կնոջ պահվածքը։ Օրենքների պահպանման հետ մեկտեղ չպետք է անտեսել հանդուրժողականությունը, բարոյականությունը եւ սերը։ Վարորդներ եւ հետիոտներ, երկուսդ էլ հավասարապես երթևեկության մասնակիցներ եք, այնպես որ հարգանքով վերաբերվեք միմյանց։ Հիշեք, որ ճանապարհը սխալներ չի հանդուրժում։ Գնահատեք այն, ինչ ունեք եւ մի մոռացեք։ Կյանքը տրվում է ժամանակավորապես, վերցվում ընդմիշտ։